Սիրով ներկայացնենք մեր հյուրին, մեր տաղավարում է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, բարի լույս Տիկին Պողոսյան։ Բարի լույս։ Եվ շնորհավորում ենք Հանրապետության օրը։ Նմանապես բոլոր հայերին եւ ընդհանրապես հայաստանցիներին, որտեղ բացառիկ ազգային տոն է մեզ համար։ Միանշանակ, շնորհակալ ենք նաև, որ այս տոնական օրով մեզ հետ եք առավոտյան ու քիչ առաջ դուք շատ գեղեցիկ ներկայացրեցիք անցած տարվա, դերևս ունեցած այս օրվան տոնական միջոցառումների մասով նաև ամեն մի սրահը շատ գեղեցիկ ներկայացրեցիք։ Այդ հետաքրքիր է, այս տարի այսօր ինչ միջոցառումներ են սպասվում թանգարանի շրջանակներում։ Ուրախություն մեզ կարող եմ ասել, որ մենք միշտ ջանում ենք նոր խոսք, նոր ցուցահանդես, նոր միջոցառում եւ այս տարի եւս բացառություն չէ։ Զորաբար Անդրանիկ թանգարանից մենք ժամանակավորապես թանգարան ենք բերել Եմայիսյան հերոսամարտերում ներկայացնում ենք Անդրանիկ Զորաբարի մարտական թուրը եւ անձնական մասունքներ, նաեւ այդ թերի կողքին դրված է նրա աստվածաշունչը եւ իսկապես պետք է ասել, որ դա հպարտություն է պարգևում բոլոր հայերին։ Բացի այդ մենք հենց թանգարանում եւս երկու ցուցահանդես ունենք ժամանակավոր, մեկը աշխարհի ժողովուրդների ազգագրությունն է ներկայացնում, բացառապես մեր հավաքածուից։ Եվ այցելուն հնարավորություն կունենա տեսնել այնպիսի արտեֆակտեր, որոնք պահպանվում են մեր հավաքածուներում։ Բացի այդ նաև նա հնարավորություն կունենա դիտելու Վանի մշակութային մասունքներ շատ խորիմաստ խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, այսինքն բացի այն, որ նա այցելունի նկատի ունեմ կարող է դիտել երկու ժամանակավոր ցուցահանդես, նաև երկու հիմնական ցուցադրություն, մեկը հայոց ազգագրությանն է նվիրված եւ հատկապես այսօրվա կապակցությամբ 1918 թվականի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման պատմությանը նվիրված ցուցադրություն, բայց մենք դրանով չենք բավարարվել եւ պիտի ասեմ, որ նաեւ մեզ ուրախացնում է մարդկանց նախաձեռնողականությունը եւ ժամը 12:00-ին հենց մեր թանգարանի տարածքում կկազմակերպվեն համերգներ, բարի խմբեր, տարբեր մարզերից են գալու, նաեւ 15:00-ին եւ նաեւ 19:00-ին։ Այսինքն սա շատ լավ է, որ մարդիկ ընկալում են, որ իրապես Սարդարապատի հուշահամալիրը սրբազան տարածք է, ուխտատեղի եւ իրենք հենց այդ ուխտագնացության պես են գալիս հայոց ազգագրության թանգարան եւ իհարկե Սարդարապատի հուշահամալիր։ Մինչեւ որ ժամն է այսօր բաց լինելու թանգարանը։ Մինչեւ որ ժամն է այսօր բաց լինելու թանգարանը։ Դե ընդհանրապես մենք աշխատում ենք մինչեւ ասենք նայած տարի, բայց սովորաբար միջև գոնե 10 երեկոյան ժամը 10-ը բաց ենք լինում, թեև ըստ աշխատանքային օրենսգրքի միջև 18:00-ն, բայց այսօր յուրահատուկ է։ Բայց քանի որ մենք գիտենք, որ բազմաթիվ հյուրեր են գալիս, այցելուներ, տարիքային տարբեր խմբերի երեխաներ, դրա համար մենք անպայման եւ երեխաներ եւ մեծահասակներ, այսինքն սա իսկապես տեսնում ես, որ ազգային տոն է յուրաքանչյուրի համար։ Միանշանակ։ Տիկին Պողոսյանը, հետաքրքիր է, այդ քիչ առաջ ներկայացրեցիք ժամանակավոր ցուցահանդեսների եւ հիմնական ցուցահանդեսների մասին, բայց նաեւ անդրադառնանք մեր նմուշներին, վերջին տարիներին ըստ ձեզ, որպես փոխտնօրեն, ամենա թանկարժեք ձեռքբերումը, որն ունեցել է թանգարանը, որն է։ Այո, նախ ասեմ, որ ձեռքբերման եղանակները տարբեր են։ Ի պատիվ հայոց ազգագրության թանգարանի մենք նվերներ շատ ենք ստանում։ Եվ մեր հավաքածուների մեծ մասը հենց համալրվում է այդ նվիրատվությունների արդյունքում։ Ասեմ, որ ձեռք ենք բերել, ես նույնիսկ կդժվարանամ առանձնացնել, բայց գնմամբ ձեռք ենք բերել կենաց ծառ խորագրով այդպիսի գորգ, բացառիկ մի բան է, ընդհանրապես մեր թանգարանի
գեղարվեստական գործվածքի հավաքածուն շատ հարուստ է, բայց այդպիսի օրինակ չունենք, ձեռք ենք բերել եւ նաեւ հնագիտական արտեֆակտներ ենք ստացել, դա Հնագիտության ազգագրության ինստիտուտի արշավախումբն է նվիրել եւ դրանք բացառիկ արտեֆակտներ են, որոնք առնչվում են հայկական լեռնաշխարհի կարևորագույն կոթողներից վիշապաքարերի հետ։ Եվ մենք նաև դա ցուցադրել ենք ու հիմնականում աշխատում ենք այնպես անել, որ այդ նոր ձեռքբերումները անպայման հայտնվեն հիմնական ցուցադրության մեջ։ Ցուցանմուշները իհարկե անչափ կարևոր են, բայց վստահ եմ գրահրատարակչական գործունեությունը եւս կարևոր դեր ունի թանգարանի կյանքում, այս առումով ինչ ձեռքբերումներ կան վերջին տարիներին։ Ես մեծագույն ձեռքբերում համարում եմ նաև մեր թանգարանի հրատարակչական գործունեությունը։ Ասեմ, որ ամեն տարի գոնե 2 գիրք մենք դնում ենք սեղանին եւ այս տարի մենք հրատարակել ենք վիշապագորգերի խնձորեսկ տիպի այդ հավաքածուն, արդեն իսկ դա հրատարակված է եւ նաեւ պատրաստվում ենք հրատարակել Հակոբ Ջելալյան եւ Հայկանուշ Ջելալյանների նվիրատվությունը 2008-ին նրանք մեզ նվիրել են փորագրանկարների բացառիկ հավաքածու, որտեղ եվրոպական փորագրանկարիչները ներկայացնում են հայկականության իրենց ընկալումները, փառահեղ ուղղակի հավաքածու է եւ շատ լավ է, որ մենք տեսնում ենք ինչպես են եվրոպացիները հասկացել, ընկալել, պատկերացրել հային։ Եվ նաև այստեղ քարտեզների շատ լավ հավաքածու կա, շուրջ 27 քարտեզ, այսինքն Նաև դրանով չենք բավարարվի, որովհետև նախատեսել եւ ծրագրել ենք, որ կհրատարակենք նոր ազգագրական հանդեսի հաջորդող համարները, դրանցից մեկը նվիրված կլինի ազգաբանությանը եւ բանագիտությանը, իսկ հաջորդող համարը թանգարանագիտությանը։ Եվ այս առումով ասեմ, որ նաև նախատեսել ենք գիտաժողովաներ միջազգային, մի տարի արեցինք բավական հաջող եղավ եւ մի խոսքով փորձում ենք տարբեր գործառույթների տեսանկյունից նոր քայլեր անել։ Այսինքն գիտենք, որ թանգարանը դա միայն թանգարանային առարկաներ հավաքելու, պահեստավորելու, պահպանելու խնդիր չունի։ Ամենակարևոր խնդիրներից մեկը հենց հանրահռչակումն է եւ մատչելի դարձնել հասարակայնության տարբեր խավերին եւ նաեւ փորձում ենք ուսումնասիրել մեր թանգարանային լսարանը, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ հասկանալ որոնք են այն խմբերը, որոնք քիչ են այցելում մեր թանգարան։ Եվ որոնք են այդ խմբերը։ Չի բացահայտվել դեռ։ Հենց հիմա ասենք ինչի չեք այցելում, Տեսեք, մենք հարցումներ ենք անում, ունենք հարցաթերթեր եւ այստեղ հավանաբար, ասենք, խանգարող, այսպես ասած, թույլ կողմ է նա, որ տրանսպորտային խնդիրներ կա, այսինքն այնպես չի, որ կան հատուկ խմբեր, որոնք Բայց կարծում եմ այսօր բոլորը մեքենա ունեն ու այդ ճանապարհն անցնելը արդեն իսկ շատ հետաքրքիր է, ընկերների, ընտանիքի անդամների, երեխաների, էական չի։ Ինչ որ մի խմբով, ընկերական կամ ջերմ մթնոլորտով եւ տեսարանները ձեր թանգարանից ֆանտաստիկ են ուղղակի, այսինքն կարելի է գալ մի ամբողջ օր այդտեղ անցկացնել ու երբևէ դրա մասին Գիտեք, նաեւ թանգարան այցելելու մշակույթին պետք է նպաստել, խթանել, որովհետեւ մարդիկ դե նախընտրում են ժամանց, ասենք, տարբեր վայրեր գնալ եւ հաճախ տեսնում ես, որ իրենք պատրաստ են բավական մեծ գումարներ ծախսել ուտելու, զվարճանալու համար, դրա համար հիմա մենք նաև փորձում ենք դառնալ ավելի արդիական եւ այնպես անել, որ միայն տեղեկատվությամբ չխեղդենք այցելուին, այսինքն հնարավորություն ունենա նաև հանգստանալ տարածքում, որովհետեւ բավական հարմար է մեր հուշամալիրը կարծեք օազիս լինի այդ ամբողջ տարածքում, առատ բուսականություն, այնտեղ նստարաններ կան, մի խոսքով մենք երևի պետք է հրաժարվենք, որ թանգարանը դա տաճար է միայն, ինքը պետք է նաև ֆորում լինի, այսինքն մենք փորձում ենք այնպես անել, որ բացի այն, որ իրենք ծանոթանում են մեր մշակութային ժառանգությանը, մեր գանձերին, նաև ժամանակ հնարավորություն ունենան նաև հանգստանալու,
ասեմ, որ մի հնարավորություն է նաև կրթական ծրագրերի կազմակերպումը։ Տեսեք, մենք կազմակերպում ենք մայիսյան հերոսամարտերի, մասնավորապես Սարդարապատի հերոսամարտի խորհուրդները, այդպիսի կրթական ծրագիր ունենք, եւ դրան մասնակցում են եւ դպրոցականներ, եւ զինվորականների դեպ շատ սիրով են գալիս եւ նաեւ հայկական տարած, հայկական հանգույց, ստվերների թատրոն, այսինքն մենք բավական առաջարկներ ունենք, չմոռանամ ասել, որ նաև մենք մասնաճյուղ ունենք, որը ոչ պակաս հայտնի հերոսամարտի հետ է կապված, Մուսալերան այդ հերոսամարտի մասնաճյուղը մեր թանգարանի համակարգում է, եւ նաեւ փորձում ենք սովորեցնել մուսալերան բարեր, այսինքն մի տեսակ շատ հետաքրքիր ներդաշնակ իրավիճակ է ստեղծվել, հաղթանակներ եւ մշակութային ժառանգություն։ Որը վստահաբար նաև զարմացնում է Հայաստան եկող զբոսաշրջիկներին։ Մենք գիտենք, որ Սարդարապատի թանգարանը նաև զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է։ Հետաքրքիր է ինչն է ամենաշատ իրենց հիացնում, երբ գալիս են թանգարան։ Օտարերկրյա հյուրերը։ Դե գիտեք, բանը դժվար է սենց առանձնացնել, բայց օրինակ հետևյալ իրավիճակը, որ ամենակարևորը այդ հոգեբանական հպարտության զգացողությունն է։ Օրինակ կա որոշ ուրեմն թանգարաններ, որ այցելում ենք, այնտեղ այդ պատմության բեռը կարծեք մեր ուսերին լինի։ Իհարկե դա մենք պարտավոր ենք անել, բայց մեր թանգարանային միջավայրը միմիայն մարդկանց շատ դերական լիցքեր է տալիս։ Դա բավական է, հենց չառանձնացնելով որևէ առանձին առարկա, ասեմ, որ հենց մթնոլորտն է շատ կարևոր, հետո նաև շենքը փառահեղ է ուղղակի եւ այդ հայկականության շունչը, ասենք Ռաֆայել Իսրայելյան այդ հեղինակային խումբը հրաշալի է աշխատել եւ դուք կարծեք գնում եք հայի տուն, այդպիսի մթնոլորտ է մեր թանգարանի շենքում։ Հաշվի առնելով, որ մենք ժամանակակից աշխարհում ենք ապրում եւ նոր սերունդը նույնպես, այս գadgetներից շատ կախված են, թվայնացման հետ կապված թանգարանը նոր տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունների մասին նույնպես խոսենք։ Շատ ճիշտ հարց է, իհարկե մենք աշխատում ենք ետ չմնալ, մենք էկրաններ ունենք, որոնց վրա հենց այսօր այցելուն կարող է տեսնել արխիվային ֆիլմ 1968 թվականին, երբ բացվել է Սարդարապատի հուշահամալիրը, եռաչափ 3D-ով մենք ներկայացնում ենք հայկական լեռնաշխարհը, ընդհանրապես աշխատում ենք այդ նոր տեխնոլոգիաները կիրառել, բայց չենք մոռանում, որ դա երբեք չպետք է գերազանցի բնօրինակ առարկաներին, դրանք պետք է լինեն ուղեկցող, ասեմ, որ Մուսալերան հերոսամարտում մենք դարձյալ եռաչափ ֆորմատով ներկայացնում ենք Մուսալերան հերոսամարտը, այնտեղ այցելուն կարող է հայտնվել տախտակամածի վրա եւ տեսնել միջերկրական ծովը, կարծեք ինքը հենց ծովի ափին լինի, այսինքն բայց անշուշտ մենք բավականաչափ խնդիրներ ունենք, որովհետև ուզում ենք, որ հնագիտական արտեֆակտները խոսուն դառնան, օրինակ ցույց ենք տալիս դրոշի նախատիպեր, ստանդարտներ, որ ծիսական արարողությունները ուղեկցել են, բայց խոսքը բավական չէ, մտածում ենք, որ արժե, որ նոր տեխնոլոգիաների միջոցով դրանց կենդանություն տալ, այսինքն այցելուն իրապես տեսնի, բայց ես կողմնակից չեմ, որ ասենք մուլտֆիլմերով մենք դա ներկայացնենք, շատ դա կարելի է կրթական ծրագրերի համար, բայց չէ որ մեր այցելուները նաև մեծահասակներն են եւ լավ կլինի, որ հնարավորինս այդ վավերականությունը ապահովի, այսինքն տեսանյութեր, գերզգայուն էկրաններ եւ այլն, դրանք բոլորը պետք է կիրառվեն, բայց հնարավորինս ոչ մուլտֆիլմային, ոչ խաղարկային, որովհետև ամեն դեպքում, երբ որ փաստացի վավերականություն տեսնում ես, տպավորությունը բոլորովին այլ է։ Միջազգային համագործակցություններ կան եւ հնարավոր է, որ օրինակ մեր կարևորագույն նմուշները, արտեֆակտները արտերկրի թանգարաններում տեսնելու հնարավորություն ունենան նաեւ մեր հայրենակիցները աշխարհասփյուռ։ Օրինակ շատ լավ կլիներ, որ մենք մեր ժողովրդական
էպոսի հերոսներին հենց թեկուզ այդ մուլտֆիլմերի, անիմացիաների միջոցով ցուցադրենք, որովհետև մենք մեր թանգարանում մի ցուցադրական համալիր ունենք, հենց էպոսին նվիրված, բայց այստեղ կարիք է իսկապես, նույնիսկ եթե ասենք մենք սասնածռերին առանձին այդ 4 ճյուղերին ներկայացված անիմացիոն թեկուզ նաև մուլտիպլիկացիայի ֆորմատով ներկայացնենք, ինձ թվում է բավական հետաքրքիր կլինի։ Ահա։ Դուք որպես փոխտնօրեն թանգարանում սիրելի անկյուն ունեք։ Որն է ամենասիրելի անկյունը, նմուշը, ցուցադրությունը, սրահը։ Մի քիչ դժվարանում եմ, բայց որովհետև ասեմ, որ ինձ առավելապես տպավորում է այդ հնագիտական արտեֆակտները։ Ես ազգագրագետ եմ, բայց ինձ քանի որ ինքը արմատներն է ցույց տալիս եւ մենք կարողանում ենք դրա վրա հենվելով, այսինքն կարող եմ ասել, որ հնագիտության հատվածը ինձ շատ դուր է գալիս։ Հետաքրքիր է ձեր ուղերձը նաև այսօրվա մեր հայրենակիցներին։ Սա որպես վերջին հարց կարող եք դիտարկել, սիրով լսենք ձեզ։ Մենք պետք է չմոռանանք Սարդարապետյան հերոսամարտի, ընդհանրապես մայիսյան հերոսամարտերի պատգամները եւ խորհուրդները, եւ այսինքն եթե մենք յուրաքանչյուրը զբաղվենք մեր գործով եւ անենք այն ինչի համար մենք կյանք ենք եկել, ինձ թվում է մենք կհաջողենք եւ ես կցանկանայի, որ մենք ֆիքսվենք, կենտրոնանանք դրական լիցքերի, մեր ձեռքբերումների, մեր մշակութային ժառանգության բացառիկ երևույթների վրա եւ փորձենք դրանք տեղափոխել, պահպանել նաև 21-րդ դարում եւ օգտվելով առիթից ես իսկապես ի սրտե, ի խորոց սրտի շնորհավորում եմ բոլոր հայաստանցիներին, հայերին այս կարևորագույն տոնի կապակցությամբ։ Շնորհակալ ենք ձեզ տոնական օրվա շարունակություն ենք մաղթում։ Եվ հեռուստադիտողներին հիշեցնենք, որ Սարդարապետի հուշահամալիրում այսօր ամբողջ օրը սպասում են միջոցառումներ 12:00, 15:00, 19:00։ Ես ֆիքսել էի, ճիշտ է ժամերը։ Իսկ թանգարանի դռները բաց են լինելու ամբողջ օրը համարյա, թե մինչև ուշ երեկո, այնպես որ առիթը բաց մի թողեք եւս մեկ անգամ այս հրաշալի եւ իսկապես հզոր էներգիայով լի տարածքում լինելու եւ մեր պատմությունը եւս մեկ անգամ վերարժևորելու, իսկ մենք շարժվում ենք առաջ։